Ինձ համար եթերի այս կտորը կրկնակի պատասխանատու է, որովհետև այսօր առնվազն ինձ համար եւ իմ ուսանողական տարիների ընթացքում շատ կարևոր անձնավորության ենք հյուրընկալել եւ պատմենք եւ բացենք փակագծերը, թե ինչի մասին է խոսքը։ Օրեր առաջ հուլիսի 16-ին նշվեց PR-ի միջազգային օրը։ Իսկ Հայկական PR ասոցիացիան այս տարի նշում է 20-ամյակը։ Որքանով է այսօր PR ոլորտը զարգացած Հայաստանում, որոնք են կոնկրետ PR-ի գործառույթները եւ ինչ ձեռքբերումներ է նշում Հայկական PR ասոցիացիան այս 20 տարիների ընթացքում։ Եվ այսօր մենք հյուրընկալել ենք Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանին։ Լույս առավոտի։ Բարի լույս, մեզ համար անչափ հարազատ մարդ։ Իդեպ ասեմ մեր հեռուստադիտողներին, երբ Աստղիկը մտավ այսպես արդեն դռնից բոլորին համբուրելով հասավ մեզ, բնական է կրկին ողջագուրվելով այստեղ չենք ցույց տալի, որովհետև նա մեր լավագույն ընկերն է, թող Աստղիկը թույլ տա այդպես իրեն ասենք, մեր ոլորտի լավագույն ներկայացուցիչներից, ումից մենք շատ բաներ ենք միշտ սովորել։ Շատ շնորհակալություն, ես պետք է հեռուստադիտողին ասեմ, որ շատ սիրելի միջավայրում եմ, որովհետև ուսանող, վաղեմի ընկեր եւ նաեւ ընկերներ, գործընկերներ եւ այս լուսավոր տաղավարը, որտեղ այսօր ներկայացնել ենք նաեւ Հայկական PR ասոցիացիան։ Պետք է ասեմ, որ 2006 թվականից ստեղծել ենք Հայկական PR ասոցիացիան եւ ամբողջ խնդիրը նրանում էր, որ Հայաստանում տարածենք PR-ի մշակույթը, որովհետեւ մենք բազմազան մտածողություն ունեինք եւ կարծես թե հասարակության մոտ նման պատկերացում կար եւ մասնագետների մոտ, որ PR-ը միայն ԶԼՄ-ների հետ փոխհարաբերությունն է։ Եթե ինչ-որ բան կազմակերպում ենք, ապա կարող են լուսաբանել եւ դրանով միայն հանրայնացնել։ Բայց երբ որ արդեն մտնում ենք մասնագիտության մեջ, հասկանում ենք, թե ինչքան խորքային է, ինչքան վերլուծական է, ինչքան հետազոտական է եւ առանց այդ բաղադրիչների անհնար է հաղորդակցությունը ձևավորել։ Այսօր Հայաստանում մարտահրավերային է, որովհետև այն ոլորտներում, որտեղ հաղորդակցությունը գրագետ է իրականացվում, ուրեմն հասարակության հետ շփումը ճիշտ է։ Իսկ այնտեղ, որտեղ չկա երկխոսություն, որտեղ չկա փոխհարաբերություններ եւ վարչարամայական ուղիղ հաղորդակցություն է, ուրեմն գործ ունենք քարոզչության հետ, եւ սա չի նպաստում հասարակության ձևավորմանը եւ նրա հետ երկխոսությանը։ Եվ մեր խնդիրն էր Հայկական PR ասոցիացիայի ստեղծմամբ նախ կրթել մասնագետներին, երկրորդ գիտական մակարդակում քննարկումները սկսել եւ փոխել ի վերջո վստահության մշակույթը Հայաստանում։ Այսինքն անելիքը սպեկտրը լայն է, կառավարման համակարգից մինչև ինչ չէ բիզնես ու շատ այլ ոլորտներ, որտեղ ձեզ տեսել են երկար տարիներ։ Ինչ ձեռքբերումներ ու դեռևս ասենք, չասենք բաստողներ, բայց ամեն դեպքում դեռ ընկալելի չէ PR-ի ոլորտը, որոնք են դրանք օրինակ։ Տեսեք, երբ որ ես էի սկսում ու դա համայնքական երիտասարդական հիմնադրամն էր, որտեղ մեծ նախագծեր էին, բազե համայնքական հավաքը, հայկյան մրցանակաբաշխությունը, որոնք երիտասարդության հետ կապված էին, ու ես փորձում եմ ինքնուրույն ինչ-որ բաներ անել, մտածելով նախաձեռնողականությամբ, բայց երբ որ արդեն գիտական մակարդակում խորացա, ես հասկացա, որ շատ բան պետք է տեսության վրա էլ հիմնված լինի։ Դու չես կարող ուղակի քթածակով ինչ-որ բաներ անել։ Ու այս փոփոխությունները, ուսումնասիրությունները բերեցին նրան, որ 2008 թվականին հրապարակվեց առաջին գիրքը հանրային կապերի, որը կարծես այբենարանային դարձավ, որովհետև երբ որ ես քննարկում էի գործընկերների հետ, մենք հասկանում էինք, որ շատ բաներ կա, որոնցից մենք տեղեկացված չենք։ Ինչպես դրա մասին պետք է տեղեկանանք, միակ միջոցը գիտելիք անբարելն է։ Միակ միջոցը տեղեկատվություն հավաքագրելն է, եւ դրա համար ստեղծվեց այդ գիրքը եւ դա դարձավ PR ասոցիացիայի հենքային կետերից մեկը։ Մյուս բանը, որ 2015 թվականին արդեն ստեղծեցինք, դա այն էր, որ ստեղծեցինք PR դպրոց, որը հետո ռեբրենդինգի ենթարկվեց եւ դարձավ PR ակադեմիա, ինչը վկայում է նրա մասին, որ լիքը մասնագետներ կան, որոնք ելի ժամանակին աշխատել էին, բայց տեսական, պրակտիկ լայն գիտելիքներ չունեին։ Եվ նրանց հրավիրեցինք նաև սովորելու։ Ընդ որում PR ակադեմիայի կարևոր հենակետային վարքագծային նորմերից մեկը այն է, որ այստեղ պետք է ձևավորվի մշակույթ, մտածողություն եւ էթիկայի կանոններ, որովհետեւ սրանք այն կարևոր անբարային գիտելիքներն են, որոնք պետք է տեսության եւ գործնական միջավայրում կիրառելի լինեն, եւ մեզ մոտ հնարավորություն ունեցան հենց այդ գործնական հմտություններին ծանոթանալ, գործիքները կիրառել եւ արդեն 2015 թվականից մինչեւ այսօր մենք ունեցել ենք
11 տարեկան է արդեն PR ակադեմիան եւ մենք ունեցել ենք յուրաքանչյուր տարի 2 հոսքով աշնանային եւ գարնանային հոսքեր, որտեղ ոչ թե թվականակի վրա ենք ուշադրություն դարձրել, մեզ համար քանակը երբեք խնդիր չի եղել, բայց մենք միշտ ընտրել ենք լավագույններին 10-ից 15 հոգի եւ վստահ կարող ենք ասել, որ այսօր եւ բիզնեսում եւ հանրային տարածքում եւ պետական կառույցներում աշխատում են այն 250 մասնակիցները, որոնք ստացել են լավագույն կրթությունը կարճ ժամանակում ոչ ֆորմալ կրթության միջոցով, որովհետև մենք ունենք ֆորմալ կրթության հատված եւ ունենք ոչ ֆորմալ կրթության հատված, PR ակադեմիան տալիս է ոչ ֆորմալ կրթություն։ Քանի որ խոսեցինք իմ ուսանող լինելու կարգավիճակից, ես ձեր շրջանավարտն եմ, նաև եկեք այսպես ասեմ, թեզիս ղեկավարն է Տեկին Ավետիսյանը, եւ քանի որ մենք այդ ֆորմալ կրթության ձևաչափով ենք աշխատել, ինձ հետաքրքիր է ոչ ֆորմալ կրթությունը իրենից, եթե այսպես փորձենք տեսականորեն դասակարգել, ինչ կետեր է իրենից ենթադրում, որ նաև մեր հեռուստադիտողներից շատերն էլ տեղեկանան, որ օրինակ գալով PR ասոցիացիա, արդյոք պետք է ակադեմիական կրթություն, կարող են գալ լրագրողները, թե կարող են գալ, այո, անկախ մարդիկ, որոնք որևէ աղերս չունեն մասնագիտության հետ, բայց այսպես սիրահարված են այդ հանրային կապերին եւ հաղորդակցությանը։ Շնորհակալություն, որ հենց այդ հարցը տվեցիր, որովհետեւ մարդկանց մոտ թույլ պատկերացում կա, որ յուրաքանչյուր մեկը կարող է PR-ով զբաղվել։ Մի բան հստակ է, ակադեմիական կրթությունը կարևոր է։ Եվ ակադեմիական կրթությունը դա բազային կրթություն է։ Եվ յուրաքանչյուր մեկով ստանում է ակադեմիական կրթություն, մագիստրատուրայում նոր արդարացված է PR-ով զբաղվել, որովհետև դու պետք է սովորել հետազոտել, դու պետք է սովորես վերլուծել, չէ՞ որ նաև կանխատեսումներ պետք է անես, օրինակ, եթե այս բանը իրականացնես, դրա արդյունքում ինչ կարող է լինել։ Չես կարող միանգամից վերցնել ինչ որ ծրագիր նախագիծ իրականացնել, դու պետքա կարիքները գնահատես, հասկանաս այդ ամբողջը, հետո նոր փոփոխություն բերես։ Դրա համար ես միշտ մասնագիտական շրջանակում էլ բարձրաձայնում եմ այս հարցը, որ PR կրթություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր ունեն բազային գիտելիքներ, ովքեր ակադեմիական միջավայրից են դուրս եկել եւ հենց նրանց միջոցով կարող ես։ Իսկ լրագրությունը դա կարևոր հենքերից է։ Եթե գրել գիտես, եթե ուղերձ ձևակերպել գիտես, ուրեմն դու կարող ես դրանով զբաղվել, որովհետև դա միայն բանավոր հաղորդակցություն չի։ Հաղորդակցությունը իր ամբողջ խորությամբ եւ ոչ ֆորմալ նաեւ կինետիկ ձևակերպումներով, այսինքն շարժումներով, ժեստերով, այս ամբողջի համախումբն է եւ դրա համար հաղորդակցության մասնագետները պետք է ամբողջությամբ այդ ներկապնակին տիրապետեն։ Հաճախ ենք ձեզ տեսնում միջազգային հարթակներում գործընկերների հետ շփվելիս, ինչ փորձի փոխանակում է լինում, ինչ ունենք այնտեղից բերելու, հարստացնելու, ավելի լայն դառնալու 21-րդ դարում փակված չես կարող մնալ, ի վերջո աշխարհի մարդն ես դառնում։ Այո, իրականում պետք է ասեմ, որ տարիներ առաջ էր, երբ որ մենք շատ կարիք ունեինք դրսից ինֆորմացիա բերելու։ Այսօր համացանցը մեզ շատ լայն հնարավորություններ է տալիս եւ յուրաքանչյուր մեկը, եթե մի քիչ նախաձեռնողականություն ունենա, փնտրելով հաստատ կարող է գտնել համապատասխան տեղեկատվությունը, կարդալ գիտական հոդվածներ, ներգրաված լինել, բայց մի բան հստակ է։ Ամենակարևոր բանը, որ պետք է ասենք, որ մեր գործընկերները փորձում են անել, դա անկեղծ հաղորդակցությունն է։ Մեզ մոտ ձևականությունն է շատ, մեզ մոտ պատկերն է, սիրուն պատկերն է շատ, բայց բովանդակության վրա ուշադրություն չենք դարձնում։ Ու դրա համար, երբ որ մենք որոշակի խորհրդատվական ինստիտուտ էլ ունենք, նաև PR ասոցիացիայում փորձում ենք խորհրդատվություն անել, այն կառույցները, որոնք կարծում են, որ բովանդակությունը կարևոր չի, լավ պատկերն է կարևոր, մենք պարզապես չենք համագործակցում։ Եվ դրա համար հիմա պետք է ասեմ, որ մեր համագործակցության եզրերը հիմնականում մեր միջազգային գործընկերների հետ են, որովհետև նրանց հետ շատ հստակ մասնագիտական աշխատանք է իրականացնում։ Հայաստանում ներքին շուկայի կրթման խնդիր ունենք, պետական կառույցների կրթման խնդիր ունենք, որովհետև նախ պետք է հասկանալ հաղորդակցության էությունը, հետո հասկանալ, որ գործիքներն ու մասնագիտությունները կարող են նպաստել այդ հաղորդակցությանը, հետո նոր մտածել հեռու գնալու մասին, բայց մեզ մոտ մի առարկայական օրինակ բերեմ, որ հասկանալի դառնա։ Պետական կառույց է, որտեղ ունի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին, որը պատասխանատու է ներքին հաղորդակցության համար, ունի PR պատասխանատու, ունի ղեկավար, ունի, եթե բիզնես որոշակի բան է, ուրեմն մարքեթինգային խումբ։ Սրանք բոլորը անջատ են գործում։
Սրանք համագործակցային միջավայրում չեն գործում։ Յուրաքանչյուրը իրեն փորձում է դիրքավորել եւ դրանով հանդերձ կորցնում են նաեւ հասարակության հետ կապը, որովհետեւ սրանց ամբողջի աշխատանքը պետք է բերի իրենց կառույցի հեղինակության ղեկավարի։ Մի հատ ուրիշ բան էլ կա, եթե նայեք նամակների բաժին կոչվածը, բոլոր կառույցները ունեն նամակների բաժին։ Ինչպես է այդ հետադարձ կապը ապահովում լսարանի հետ, մենք արդեն այստեղ ունենք շատ լուրջ խնդիրներ ու բացթողումներ։ Քանի որ մենք այսպես տարբեր հյուրեր ենք ունենում եւ խոսում ենք նաեւ արհեստական բանականության ասպեկտի մասին, մարքեթինգում, գրաֆիկ դիզայնում, նույն սոցիալական մեդիա մարքեթինգում դա խթան է։ Ինձ հետաքրքիր է PR-ի դեպքում այդ գործիքակազմը հնարավոր արդյոք գա իսկապես մի օր, որ այդ մասնագիտությունը եւս փոխարինվի, թե միևնույն է մարդկային ձեռագիրը անբեկանելի է այդ կտորից։ Արհեստական բանականությունը շատ լավ հնարավորություն է։ Արհեստական բանականությունը հնարավորություն է տվել կրճատել մեր ժամանակը, հավաքագրել լայնածավալ տեղեկատվություն, վերլուծելու հնարավորություն, բայց արհեստական բանականությունը չունի մարդկայնայնություն, հա, չգիտեմ ինչպես ձևակերպել բառը, չունի մարդկային արժեքներ, չունի զգացմունքներ, չունի, այսինքն չես կարող նրան փոխանցել։ PR-ը նաև էմոցիոնալ հատված ունի։ Մարդիկ այլևս չեն գնում գնելու ապրանք հենց այնպես։ Նրանք գնում են գնելու էմոցիաներ։ Հոգեբանություն, որովհետև արդեն ամեն ինչ կա։ Բայց այդ էմոցիան մարդիկ են բերելու եւ մի քանի օր առաջ մի հետազոտություն էի կարդում, որ ժուրնալիստիկան գուցե արդեն արհեստական բանականությանը հնարավորություն կտա ամբողջությամբ վերցնել իր գործը, բայց PR-ը ոչ, որովհետեւ PR-ը կրեատիվություն ունի նաեւ իր ներսում եւ այստեղ է որ մասնագետների կրթական ամբողջ բազան պետք է բերի, որ արհեստական բանականությունը որպես գործիք ուղղակի կարողանան գրագետ օգտագործել։ Ինձ հետաքրքիր է, քանի որ վերադառնալով այսպես ակունքներին 20-ամյակին, այս տարի, եթե ամփոփենք, ինչ գործունեություն է ծավալել PR ասոցիացիան եւ ինչ է սպասվում մեզ այսպես մոտալուտ ապագայում։ Մենք մի քանի ուղղություններ ունենք, որոնցով աշխատում ենք։ Առաջինը դա խորհրդատվական ուղղություններ, որտեղ փորձում ենք տարբեր կառույցների որպես խորհրդատվական ինստիտուտ կայացնել, վստահություն ձեռք բերել, հնարավորություն տալ, որ նրանք առաջ գնան։ Երկրորդ մեր ամենամեծ բազան դա հետազոտականն է։ Մենք ամեն տարի իրականացնում ենք հետազոտություն, որի արդյունքում իրականացնում ենք հայկական PR մրցանակաբաշխությունը։ Հայկական PR մրցանակաբաշխությունը ելի մեր կարևոր նախաձեռնություններից մեկն է, ինչով խրախուսում ենք հաղորդակցության մասնագետներին։ Իսկ հետազոտությունը նպաստում է նրան, որ կարողանանք բացահայտել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են, բոլոր այն թերությունները, որոնք այսօր կան, եւ բոլոր այն առավելությունները եւ խրախուսական հնարավորությունները, որոնք կան, եւ արդյունքում կարողանում ենք հայտարարել տարվա PR նախաձեռնություն, տարվա լավագույն մշակութային PR, տարվա լավագույն, այսինքն բոլոր ոլորտներին առնչվող, որտեղ որ գրագետ հաղորդակցություն կա, որի միջոցով Հայաստանի կերպարը, տվյալ ընկերության իմիջը, այսինքն բոլոր այդ բաները հաշվի առնելով, փորձում ենք հայտարարել տարվա լավագույններին եւ լավագույն եռյակ է ձևավորվում իհարկե, որից մասնագիտական հանձնաժողովը, որը էլի պրոֆեսիոնալ հանձնաժողով է, մասնագիտական հանձնաժողովի ղեկավարը հայտնի հանրային կապերի մասնագետ, հաղորդակցության մասնագետ գերմանացի Վազրիկ Բազիլն է եւ ԱՄՆ-ից ունենք, Ռուսաստանից ունենք, տարբեր երկրներից ունենք, փորձել ենք այնպես անել, որ նաեւ չեզոքությունը պահպանենք եւ նրանք դրսի աչքով նաեւ փորձեն գնահատել տեղում իրավիճակը։ Որպես տասնամյակների փորձ ունեցող մասնագետ, ձեր ոլորտում ինչը կցանկանայիք չլիներ ու այնինչ բացակայում է լիներ Հայաստանում։ Միակ բանը, որ այս պահին ես կուզենայի, որ մենք լսելու կարողություն ունենանք։ Խոսել բոլորը կարող են, բայց լսել, հասկանալ, վերլուծել ոչ բոլորը։ Եվ հայերիս հատուկ մի բան է, որ մենք սիրում ենք միշտ առաջ ընկնելով խոսել, այո։ Միակ բանը, որ ես կուզենամ, որ մասնագիտական դաշտում ունենանք, լսելու կարողություն ձեռք բերենք, որովհետև եթե լսում ենք, նաև սովորում ենք։ Եթե լսում ենք, նաև հասկանում ենք։ Եվ եթե լսելու ունակությունը ունենանք, դա եւ մասնագետներին, եւ ղեկավարներին, եւ բոլոր այն շահառուներին, որոնց հետ հնարավոր է աշխատել, եւ մարդկանց հետ, որտեղ մենք մեր փոխհարաբերությունների մեջ էլ մտածում ենք, ինչքան բարձր ենք խոսում, այդքան ուրեմն մենք առաջնորդ ենք։
բայց լսելի կլինենք այն ժամանակ, երբ որ դիմացինները լսելու ունակություն ունենան եւ մենք էլ ասելիք ունենանք։ Երևս վերադառնալով այսպես PR-ին, հետաքրքիր բացահայտումներից եմ ուզում խոսենք, որ այս ոլորտում եղել է, քանի որ մրցանակաբաշխությունից ենք խոսում, միևնույն է դուք ողջ տարվա ընթացքում եւ սոցիալական մեդիայում եւ տարբեր միջոցառումների ժամանակ ունենում եք այդ մոնիթորինգները։ Կա արդյոք նախագիծ, որ այսպես կառանձնացնեք, որ տպավորել է ձեզ այս պահին, այո։ Պետք է ասեմ, որ վերջին տարիներին հաշվի առնելով, տեսեք, պատերազմից հետո մենք շատ լուրջ անկումներ ունեցանք եւ հաղորդակցային լուրջ խնդիրներ ունեցանք։ Վերջին 1 տարվա ընթացքում մենք չկարողացանք հայտարարել լավագույններին, ինչու, որովհետեւ պատկերը Հայաստանում անընդհատ փոխվում է։ Մենք 1 տարվա ուսումնասիրություն ենք անում, որ կարողանանք վերջում հայտարարել, բայց 2 ամիսը մեկ ինչ որ բան փոխվում է Հայաստան։ 2 ամիսը մեկ ինչ որ բան գնում է մի բանի ուղղությամբ, մեկ էլ կանգ առնում, այսինքն անկանխատեսելիության, անորոշության մթնոլորտ կա եւ դրա համար մենք հուլիսի 16-ին պետք է իրականացնենք PR մրցանակաբաշխությունը, բայց տարանք տարվա վերջ, որպեսզի ամփոփ պատկեր ունենանք, գոնե 6 ամսվա կտրվածքով հստակ կայուն որոշակի բան ունենանք։ Բայց նախագծերը իհարկե Հայաստանում ամեն օր նախագծեր են Եվ պետք է ասեմ, որ մշակութային նախագծերը բավականին շատ են, բայց քաղաքական աժիոտաժի մեջ դրանք նաև կորում են։ Հույս ունեմ, որ մի քիչ կհանգստանա իրավիճակը, այս քաղաքականացված լարվածությունը նաև կվերանա, հանդուրժողականության մթնոլորտը կձևավորվի, որովհետև այն ինչ որ այսօր կատարվում է, բոլորին հիվանդացնում է։ Հեռու է մտածողությունից ու տրամաբանությունից։ Եվ դա եւս ոչ հաղորդակցային միջավայրի արդյունք է։ Հասարակությունը երկիրը այս պահին ճգնաժամային հաղորդակցության մեջ է։ Մարդիկ չգիտեն վաղը իրենց հետ ինչ է լինելու, քաղաքական դաշտում վայրիվերումներ են եւ իշխող կուսակցությունը միշտ անում է այնպես ինչպես իրեն է հարմար, տեսեք, այստեղ էլ երկխոսություն չկա։ Եվ արդյունքում լիքը մարդիկ տուժվում են։ Ու սա բերում է շատ լուրջ հաղորդակցային խնդիրների, այ երբ որ ասող կլինի, լսող կլինի եւ հետադարձ կապը, այո, հետադարձ կապը կլինի, այդ ժամանակ մենք կհասկանանք ինչ է։ Տարիներ առաջ մենք եկել ենք շատ լավ հանգրվանի, որտեղ որ երկխոսությունը հետադարձ կապը ապահովում էր։ Այսօր մենք քարոզչական, վարչարամայական հաղորդակցություն է իրականացվում ու դրա համար հասարակության անորոշության, հասարակության վստահությունն էլ կորել է եւ իրենք չգիտեն վաղը ինչ է իրենց հետ լինելու։ Ես շատ կուզեի, որ բոլոր այն կառույցները, որոնք աշխատում են հանրային մեծ լսարանների հետ, կարողանան այնքան անկեղծություն դրսևորեն, որ խոսեն նրանց հետ ամեն ինչի մասին։ Ավելի լավ է բացատրել, քան թե մանիպուլացնել։ Ավելի լավ է սովորեցնել, քան թե ինչ այդ տեղեկատվական հոսքի մեջ մարդիկ ֆաստ ֆուդյան տեղեկատվության կրողներ են դարձել ու նրանք ինչ են, միայն վերնագրով կարծիք են ձևավորում, միայն վերնագրով սկսում են վերլուծել, չեն կարդում եւ բովանդակության մեջ չեն մտնում։ Ուրեմն մենք նաեւ պետք է նպաստենք այդ մեդիա գրագիտությանը, որովհետեւ մեդիա գրագետ հասարակությունը, եթե կարողանում է վստահելիության մթնոլորտ ձևավորել, ուրեմն զարգացման միտումներ ունի, եթե ոչ, ուրեմն ոչ։ Իսկ ինչպիսին է այժմյան հասարակությունը, ինձ թվում է նաև այդ մասով դուք ունեք մոնիթորինգ, ավելի այսպես հղկված է մեդիա գրագիտության մեջ, թե հենց նույն արհեստական բանականությունը ավելի հետընթաց է գրանցել, մարդիկ այժմ շատ դժվար են տարբերակում այն ինչ իրական է, ձայնից սկսած, պատկերից սկսած եւ այն ինչ գեներացրել է արհեստական բանականությունը։ Նախ պետք է ասեմ, որ մենք այստեղ շատ լուրջ կրթության խնդիր ունենք։ Տեղեկատվությունը բազմազան է, ամեն վայրկյան միլիոնավոր բառեր եւ հաղորդակցային հնարավորություններ են ստեղծվում, տեղեկատվություն է ստեղծվում եւ մարդկանց շատ դժվար է ընկալել, վերցնել եւ տեսնել, թե ինչն է ճիշտ։ Գովազդային բյուջեի վրա շատ մեծ գումարներ են դրվում, որտեղ կարող է բովանդակություն չլինել, բայց լսարանին հասնել եւ մարդկանց ուղեղների մեջ դա էլ մտնում է։ Ոչ մեկ հավես չունի, նստի միացտուգի այդ ինֆորմացիան ճիշտ է թե չէ, ինքը դառնում է վիրուսային տարածող։ Ինքը վերջում է տեղեկատվությունը տարածում է ու դրա մասին խոսում է։ Արժեքային լիքը բաներ կորել են հիմա։ Այսինքն եթե մենք մշակութային, արժեքային, հոգեբանական լիքը տիրույթներում ունենք հաջողություններ, այսօր այդ ամեն ինչը խարխլվել է, որովհետեւ տեղեկատվական հոսքերը, ապա տեղեկատվությունը այնքան շատացել է, որ մարդիկ չեն կարողանում ընտրել դրա միջից ինչ-որ բան։
եւ նորության տեսանկյունից էլ դրա համար հասարակությունը ես մեկ-մեկ ասում եմ դարձել ենք կախ հասարակություն կարծես թե ամեն ինչ նորմալ է, բայց դու չես կարողանում քայլել։ Կարծես ամեն ինչ նորմալ է, բայց չես կարողանում խոսել։ Ու հաճախ այն մարդիկ, ովքեր շատ ավելի քիչ գիտեն, նրանք ավելի բարձրաձայն են խոսում։ Եվ ավելի երջանիկ են։ են։ Այդպես չէր, մտավորականությունը իր տեղ ուներ, գիտնականը իր տեղ ուներ, հասարակության բժիշկը իր խոսք ուներ։ Այսօր բոլորը բժիշկ են, այսօր բոլորը դասախոսներ են, այսօր բոլորը գիտնականներ են, եւ այն մարդիկ, որոնք տարիների ընթացքում ամբարել են գիտելիքներ, անցել են ճանապարհ, կարծես թե ոտնահարվում է նրանց իրավունքը։ Դրա համար հասարակությանը նաև պետական քաղաքականության արդյունքում պետք է փոխել։ Եթե մենք հստակ ազգային քաղաքականություն ունենանք, ապա մենք կարող ենք եւ ռազմավարական մտածողություն ունենանք, ապա կարող ենք հաղորդակցային միջավայրում նաև հաջողություն արձանագրել։ Անչափ շնորհակալ ենք, իսկապես նախ հետաքրքիր էր ամենակարևորը եւ ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողներից շատերը այսպես ծաղկաքաղ արեցին տարատեսակ մտքեր եւ վստահ եմ եւ լիահույս եմ, որ որոշակիորեն իրենց իսկ հաղորդակցությունը կվերանայեն եւ մենք հիշեցնենք, որ հուլիսի 16-ին նշվեց PR-ի միջազգային օրը, իսկ Հայկական PR ասոցիացիան այս տարի նշում է իր 20-ամյակը եւ մեր եթերում էր Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ Կրկին շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ այս եթերն անցկացնելու համար։ Այսօրվա համար Լույս առավոտին ավարտում է իր աշխատանքները, իսկ դուք մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում։ Հաճելի օր եմ մաղթում։